Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատական շոուն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ վերջին նիստում Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ, չի պատասխանել մեղադրողների որևէ հարցի։ Դատարանի դահլիճում ներկայացվել են Վարդանյանի Տելեգրամի, WhatsApp-ի եւ Signal-ի նամակագրությունները։ Ադրբեջանական մամուլը տեղեկությունները հրապարակում է առանց 15 օր հացադուլի մեջ գտնվող մարդու ինքնազգացողությանն անդրադառնալու։ ՄԻՊ-ը երեքշաբթի երեկոյան է այցելել Բաքվում պատանդարված մեր հայրենակիցներին։ Պաշտոնական հաղորդագրությանը կից այս լուսանկարներն են եւ տեքստ այն մասին, թե իբր Վարդանյանն ասել է դաժան վերաբերմունքի չի ենթարկվել եւ գտնվում է նորմալ պայմաններում։ Շարլ Ազնավուրի որդին Ռուբեն Վարդանյանին խնդրում է դադարեցնել հացադուլը։ Նա ամբողջ հայությանը կոչ է անում համախմբվել եւ արդարություն պահանջել բոլոր հայ գերիների համար։ Եռաբլուրում Անդրանիկ Քոչարյանը կրկնել է օրեր առաջ ասածը, որը շատ շահարկվեց ու արժանացավ քննադատության։ Հիմա էլ է ասում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի գերի չընկներ։ Ամեն ինչ պետք էր արվեր, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր։ Դատական մյուս շոուի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունը Արցախի պատերազմին, հպարտությամբ հայտարարել, որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտություն լիներ կմասնակցեր։ Խոշտանգման ակնհայտ դրսևորումներ են նկատվում նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ։ Լուսանկարում նա առանց ատամնաշարի է։ Վատացել է 5-րդ օրը ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում պահվող մյուս հայ գերիների հացադուլ հայտարարած ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության մեքենայով Թանդիլյանը հիվանդանոց է տեղափոխվել։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն,